Բարև Օլիմպոս եւ սիրելի օլիմպոսցիներ, հետևեք մեզ սոցիալական կայքերում եւ դիտեք մեր թողարկումները YouTube-ում։ Այսօր խոսելու ենք ֆուտբոլից եւ մեր հյուրն է Արարատ Արմենիայի մարզիչ եւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ողջույն Գևորգ։ Գևորգ, ավարտվեց աշխարհի առաջնության ընտրական փուլը, որում հերթական անգամ մեր հավաքականը անհաջող մասնակցեց, գրեցինք խոշոր հաշվով պարտություն Պորտուգալիայից 9-1, ընդհանուր ինչպես կամփոփեց այս ընտրական մրցաշարը։ Դե մենք ի սկզբանե գիտենք, որ փորձնական մրցափուլ էր սա մեզ համար, գլխավոր մարզչի համար, շատ վատ սկսեցինք եւ շատ ավելի վատ վերջացրեցինք, այդ երկու Պորտուգալիայի երկու խաղերի միջև ընկած խաղերը որոշակի հույս արթնացրել էր մեր երկրպագուների մեջ, քանի որ հավաքականի խաղը կարող եմ ասել բավականին լավացել էր, ավելի չեմ կարող ասել շատ լավ ֆուտբոլ են խաղում, բայց ավելի հստակություն կար թե ինչ էին անում իրենց գործողություններում եւ ամեն դեպքում լավ խաղեր ունեցանք, լավ պայքար մղեցինք, կարող էինք հաղթանակներ եւ ոչ հոգիներ ունենայինք ավելի շատ բացառությամբ այդ երկու խաղերին, որոնք որ կարծում եմ ձախողեցինք։ Գևորգ, մեր գլխավոր մարզիչը Եղիշե Մելիքյանը հենց սկզբից ասաց, որ իր արժև նպատակ չկա դրված այս ընտրական փուլում, սա ճիշտ է համարում, որ ոչ մի նպատակ չի ունենում իր արժև դրված թիմը։ Նման մտածելակերպով հնարավոր է դուրս գալ խաղադաշտ ու խաղալ հաղթանակի համար։ Ես կարծում եմ ինչքան էլ որ նա ասում էր, որ իր արժև խնդիր դրված չէ, նա այո, եկել էր պատրաստելու մյուս խաղերին, բայց խաղերից առաջ ֆուտբոլիստների հետ շփումներում վստահ եմ, որ մաքսիմում առաջադրանք ա ունեցել խաղերը հաղթելու։ Դու նշեցիր, որ ընթացքում որոշակի դրական տեղաշարժեր նկատել ես, կցանկանանք, որ նշես, որ տեսանկյունից է թիմը քո կարծիքով առաջադիմել եւ որ առումով ամեն դեպքում խնդիրները որևէ տեսանկյունից առաջընթաց չեն ունեցել։ Հատկապես կուզենայի առանձնացնել պաշտպանական գործողություններում, եթե չհաշվենք Պորտուգալիայի երկու խաղերը, մեր դարպասին համեմատաբար անցած մրցափուլերի ավելի քիչ գոլային պահեր էր ստեղծվում եւ եզրային փոխանցումների եւ անկյունային ժամանակ հիմնականում անընդհատ մեր դարպասին փոխանցումներից հետո պահեր էր լինում, որը որ համեմատաբար քչացել էր եւ պաշտպանությունում կայուն խաղալու դեպքում մենք կարող ենք գոլեր խփել եւ հաղթանակներ ունենալ, որը որ երևաց նաեւ Իռլանդիայի եւ Հունգարիայի խաղերին մենք ամուր պաշտպանվելով մեր պահեր ունեցանք, ցավոք չիրագործեցինք։ Այդ առումով փոփոխություն նկատվում էր։ Իսկ որ առումով ամեն դեպքում չեն առաջադիմել։ Դե Պորտուգալիայի խաղերը մեզ ցույց տվեց, որ ուժեղ հավաքականի դեմ մենք չկարողացանք ամուր պահել մեզ։ Այո, կարծում եմ երկրորդ եւ երրորդ գոլը մեզ երկու հատ նակաուտ, այսպես նվեր գոլ է եւ մի հատ էլ հետեւից հարված կերանք։ Դրանից հետո չկարողացանք ոտքի կանգնել, դրան լավ չեմ նայում, մենք այդ ժամանակ պետքա փորձենք ոտքի կանգնել եւ մեր սխեմայից հիմնական չշեղվել, պետք չէր մտածել իմ կարծիքով խաղը փրկելու մասին, պետք էր խաղը շարունակել այնպես, ինչպես որ առաջի րոպեներին էր։ Չնայած ես ֆուտբոլիստ լինելով հասկանում եմ այդ պահի բարդությունը, այստեղ խոսալը շատ ավելի հեշտ է, երբ 4-րդ գոլը մենք տեսանք Նևեսը ինչպիսի հարված կատարեց, ամեն դեպքում մրցավարական որոշումներն էլ կուզենայի մի քիչ գումարվեց Պորտուգալիայի ուժեղ լինելուն, առաջին գոլը կարծում եմ խաղից դուրս էր, այդ Տուգանայինը որ նշանակվեց, որ 4-րդ գոլը այդպիսի իրացին, այդտեղ նորմալ դրվագում ձեռքով խաղ չէր, որտեղ ձեռքը կպած էր մարմնին։ Այսպես բոլորը գումարվեցին իրար, Պորտուգալիան էլ շատ բարձր մոտիվացիայով երկու խաղ չէր հաղթել եւ իրենց համար վճռորոշ էր, որպեսզի իրանք որակավորվեին աշխարհի առաջնությանը։ Սենց այդ ամբողջը գումարվեց ու կոտրվեց մեր գլխին։ Բայց ամեն դեպքում, եթե մենք ունենայինք համապատասխան հոգեբանական լավ պատրաստվածություն, չես կարծում, որ կարող էինք դիմագրավել, չեմ ասում հաղթել։ Դրա այդ մասով համաձայն եմ, մենք պետքա որ պատրաստ լինեինք այդ ամեն ինչին, մենք ես որոշակի տեղեկություն ունեի պորտուգալական պրեսայից, թե ինչ տրամադրվածություն կա իրանց մոտ այս խաղը այդպես, հենց առաջի սիգնալը ինձ համար, այդպեսի բան հաճախ չես տեսնի ֆուտբոլում, առաջին րոպեին, երբ գնդակը
կարծեմ շեղ հարվածեցին, թե դուրս եկավ մեր դարպասից, իրենց խաղացողը խաղի առաջին րոպեին վազեց գնդակը բերեց դրեց, որ մեր դարպասապահը սկսի։ Դա նաև ցույց էր տալի իրենց տրամադրվածության մասին։ Պետք է կանխագուշակեինք, փորձեինք ինչքան հնարավոր է խաղի տեմպը գցեինք, ամեն դեպքում հիմա կարող ենք ասել ինչ կարելի է անել, բայց հա, կարծում եմ զախողվեցինք կատարելապես։ Ուղղակի թե տարեսկզբին Վրաստանի հետ խաղերը ցույց տվեցին, որքան առումով ենք մենք անպատրաստ, իհարկե մարզիչը ուրիշ էր փոխվեց, բայց ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ շատ մեծ փոփոխություն չեղավ, ու մենք միակ հավաքականն էինք, որ Պորտուգալիային որևէ արժանի դիմադրություն ցույց չտվեցինք, երկու ամոթալի պարտություն կրեցինք, եւ Հունգարիան եւ Իռլանդիան ուժերի ներածին չափով ամեն դեպքում խնդիրներ ստեղծեց Պորտուգալիայի համար, ինչու մենք գոնե հոգեբանորեն չփորձեցինք կոտրել այդ սառույցը եւ ինչ որ մի քայլ առաջ անել, չհաղթել իհարկե, բայց գոնե մենք մեզ լավ զգայինք, որ վատ չենք խաղացել։ Ես էլ նման սպասում ունեի, շատ կուզենայի, որ այդպես լիներ, բայց մի քիչ կարող եմ ասել իմ կարծիքով երևի թե քանի որ մեր ֆուտբոլիստները ամրակազմ չեն, համեմատաբար Հունգարիայի եւ Իռլանդիայի եւ ամրակազմ թիմերին ավելի հեշտ է պաշտպանվել, մեր հավաքականի ոճը ավելի ստեղծագործ, ավելի տեխնիկապես, ավելի հարմար է խաղալ Իռլանդիայի եւ Հունգարիայի պես թիմերին, Իսպանիան եւ Պորտուգալիան իրենք շատ բարձր որակներ ունեն եւ գումարած ֆիզիկապես էլ վատ պատրաստված չեն, ամրակազմության ունեն երկրորդ հարկում լավ խաղացողներ, այսպիսի արագ խաղացող հավաքականների դեմ մեզ էլ ավելի բարդ է։ Կարծում եմ պետքա մտածենք ապագայում այս ոճի հավաքականների դեմ ինչ որ մի բան փոխելու մասին։ Ապագայից անպայման կխոսենք, ես ուղղակի մի բան էի ուզում այսպես զուգահեռ անցկացնել, Գևորգ, քո տարիների, երբ որ դու էիր խաղում, մենք մրցել ենք Պորտուգալիայի հետ, Իսպանիայի հետ, մենք հաղթել ենք Իռլանդիային, Դանիային, նույն, չասեմ նույն, բայց եւս բարձրակարգ թիմեր էին։ Դուք ինչպես էիք պատրաստվում, դու որպես ֆուտբոլիստ ինչպես էիր պատրաստվում դուրս գալիս խաղադաշտ, իմանալով, որ քո դիմաց շատ ավելի ուժեղ թիմ է կանգնած։ Մենք դուք մի քիչ առաջ նշեցիք հոգեբանության մասին եւ ես եւ իմ այն խաղընկերները այդ ժամանակ ովքեր որ խաղացել են, երևի նկատած կլինեք, շատ են խոսել այն մասին, որ մեր համար կարեւոր չէր, թե ով է մեր մրցակիցը։ Ես չեմ կարող բացատրել այդ ինչից էր, բայց այդ զգացողությունը մեր մեջ էր։ Այդ զգացողությունը դժվար է ներդնել, դա պետքա ֆուտբոլիստը զգա, այդ վստահությունը, եթե մարդը չունի, դժվար է իր մեջ մտցնել։ Երևի թե հնարավոր է ինչ-որ չափով օգնել, բայց այդ պահը չեմ կարող բացատրեմ եւ եթե հիշեմ օրինակ Իտալիայի խաղը 2-2 խաղից հետո մեր տխուր տրամադրությունը, դա հենց դրանից էր, որ մենք ուզում էինք հաղթեինք, մեր մոտ չստացվեց։ Ու հավատում էինք, որ կարող ենք հաղթել։ Նշեցիք դա ներսից պետք է լինի, ինչի մասին է խոսքը, դա նվիրվածությունն է, հայրենասիրությունն է, այլ կերպ մոտենալն է հավաքականին, ինչն է դրա մեջ մտնում։ Չեմ կարող ասել մեր այս տղաների մոտ դա կա կամ չկա, բայց ես իմ փորձով որ ասեմ, ես միշտ սիրել եմ ուժերների դեմ, այլ ավելի մոտիվացված եմ եղել ինչ որ առավելագույնս անելու եւ իմ վստահությունը իմ թիմակիցներին իրականում գիտեք քո կողքին ունենալով ես հիմա մի քիչ կուզենայի Հենրիկ Մխիթարյանի մասին ասել, երբ որ քո կողքը կան Հենրիխը եւ մյուսներն էլ ուժեղ խաղացողներ, ես այդ վստահությունը զգում էի։ Դժվար պահերին Հենոն կարար գնդակը պահեր, գնդակը կարար մենակով տեղափոխեր հակառակորդի խաղադաշտ, խախտումներ էին անում, գնդակը մեզ մոտ շատ էր մնում։ Բայց Հենրիխին օգնում ենք ես, Արազը, Մարկոսը, Յուրան, այս Կարլենը Մկրտչյանը, մյուս պաշտպանները, Մկոյանը, բոլորի անունները, Լևոն Հայրապետյանը, այս միասնությունը կար, մեկս մյուսին հավատը, վստահությունը։ Հիմա որ նայեմ, ես որակապես չեմ համարում, որ մեր հիմիկվա հավաքականը թույլ են։ Բայց այդ հավատը չեմ կարող ասել, իրանք երևի ավելի լավ կպատասխանեն իրենց մեջ ինչքանով կա։ Կարող է այդ թիմի զգացողությունը չկա։ Ինձ մոտ օրինակ տպավորություն է, որ այդ քո նշած բոլոր տղաներով դուք իրար շատ լավ էիք ճանաչում, շատ այսպես միասնական էիք, մի մասով միասին էիք մեծացել, նույն տարիքային թիմերում էիք խաղացել։ Հիմա մի տեսակ ինձ մոտ տպավորություն է, որ տղաները իրար չգիտեն, լավ չեն էլի համագործակցում։ Թիմ չեն դարձել։ Գուցե ճանապարհին են, բայց դեռ լիովին թիմ չեն։ Դա ամենակարևոր կետերից մեկն է, ոչ միայն ֆուտբոլիստները, նաև
մարզիչը, շատ կարևոր է այդ հարաբերությունները եւ նաեւ կարևոր է, ես միշտ եմ նշել, թե մարզիչը ինչ ֆուտբոլիստներ կընտրի, հնարավոր է անհատապես մի ֆուտբոլիստ մի դիրքի ավելի ուժեղ լինի մյուսից, բայց օրինակ այս խաղացողները խաղակցված են իրար հետ եւ ավելի լավ են համագործակցում ու տվյալ խաղին այդ ընտրությունը իօքուտ հավաքական է լինի։ Ես կարծում եմ մեր ժամանակ այդ խաղակցվածությունը թիմի ֆուտբոլիստների շատ բարձր մակարդակի վրա էր, դա նպաստում էր, որը որ նաեւ վերջին տարիներին եղավ այդ մթնոլորտի պահով կուզենամ նշեմ Արգենտինայի մոտ։ Եթե տեսել եք վերջերս Մեսսիի ինտերվյուն, ինքը համեմատության համար անցած ֆինալին, որ պարտվեցին կարծեմ Գերմանիային, հենց թիմի մթնոլորտը առանձնացրեց այդ թիմ լինելու հիմիկվա հավաքականը եւ այն ժամանակվա նշելով գուցե այն ժամանակվա հավաքականը ավելի ուժեղ ֆուտբոլիստներ էին խաղում։ Իրականում թիմային մարզաձևերում միշտ չի որ ֆիզիկականն է կարևոր, այդ քո նշած բոլոր գործոնների խաղաղացվածությունը, թիմ լինելը, իրար վստահելը, առաջատար ունենալով կտան իր հետևից թիմը շատ կարևոր է, քո նորից նշած Արգենտինա օրինակը դրա լավագույն ապացույցներից է։ Մենք հիմա նոր գլխավոր մարզիչ ունեցանք, հիմա չէ, սեպտեմբերից Մելիքյանը եկավ, բոլորս այդ թվում նաև ես ուզում էի որ հայի մասնագետ գլխավորի Հայաստանի հավաքական, որովհետև նախորդները մի տեսակ ոնց որ այդ թիմի մեջ չէին կարողանում ոչ իրենք մտնեն, ոչ թիմը թիմ սարքեն, դրա համար ուզում էի որ հայ մասնագետ լինի։ Դու աշխատել ես եւ հայ եւ ոչ հայ մասնագետների հետ։ Ինչ ես կարծում, ճիշտ էր որ Հայաստանի հավաքականը գլխավորի հայ մարզիչ։ Ինչ որ չափով այո, որովհետև մի պահ կարծես արդեն Հայաստանի հավաքական չլիներ էլ այսպես ասած, հիմա որոշակի այդ ամեն ինչը վերադարձել է, հիմա այս խաղը որ հանենք, ես կարծում եմ, որ այս հավաքականը հնարավոր է ինչ որ հաջողությունների հասնի հենց այդ մթնոլորտի պահովել, որտեվ մեր երիտասարդ հայ ֆուտբոլիստները տեղացի ավելի շատացել են։ Հիմա հասկանալի է, նորմալ է այդ քննադատությունը, որ կան, որ այս ֆուտբոլիստները տեսանք ինչի են, բայց ես կարծում եմ, որ դա մեր ֆուտբոլիստների խաղամակարդակը չի, այս ամեն ինչ եղավ, ես հույսով եմ եւ հավատում եմ, որ ել ավելի լավ խաղեր են լինելու, իրենք հիմա պետք է այդ փորձառությունը ունենան ազգային հավաքականի միջազգային խաղերի եւ անպայման ամենակարևորը ամեն դեպքում այդ հաղթանակները, որովհետեւ չենք կարող միշտ սпасել, ասել փորձ չկա, պատասխանատվությունը ամեն դեպքում պետք է լինի իրանց վրա 20 տարեկան, 19 տարեկան, թե 35 տարեկան։ Մինչ երիտասարդներին անցնելը անպայման կխոսենք իրենցից, տեղացի կադրերի վրա պետք է հույսը դնենք եւ ձեր ակումբը Արարատ Արմենյան եւս 6 ֆուտբոլիստ ուներ հավաքականում, ինչ կասես նրանց խաղից, ինչպես դրսևորեցին իրենց, որտեղ սխալվեցին եւ ինչ ունեք շտկելու։ Շատ ուրախ եմ, որ մեր ակումբից 6 խաղացող կար, կարծում եմ 7-րդն է կարող էր լինել Արման Ներսեսյանը։ Այս միջազգային խաղերը իրենց կօգնի ավելի լավը դառնալու, պետքա սխալվեն, պետքա պարտվեն, որ ուժեղանան, բայց դժվար վիճակում ենք հիմա մենք, մեր խաղացողները բարդ հոգեբանական վիճակով միանան թիմին, Սերոփյանի պատահական հետ պասից եղավ այդ գոլը, ինքը առավել եւս, բայց հենց դրանում հետաքրքիր, ես էլ կյանքում միշտ սիրել եմ այսպիսի չալանջներ, դժվարություններ հաղթահարելու, կյանքը անհետաքրքիր է առանց խնդիրների, ինչ որ չափով։ Դրա համար լավագույնների կյանքը, եթե մենք նայում ենք, միշտ կան մեծ ձախողումներ, խնդիրներ, պետք է այդ ամեն ինչը անցնեն, որպեսզի հետո ասեն հիշում եք իմ հետ ինչ եղավ, հիմա ուր եմ հասել, առանց դրա չի լինի։ Արարատ Արմենիայում դու աշխատում ես ֆուտբոլիստների հետ, մենք ունենք երիտասարդներ, լավ տղաներ, ովքեր կարող են միանալ հավաքականներին։ Ես առաջին թիմի հետ եմ, ես էլ արդեն Արտուր Սերոփյան, Ժիրայր Շաղոյան, էլ երիտասարդ չեմ ուզում։ Չէ, եթե դու այսպես աչքի տակ հաստատ նայելիս կլինես ձեր։ Հա, մենք երկրորդ թիմում ունենք խոստումնալից խաղացողներ, գլխավոր մարզչի գլխավորությամբ հնարավոր է որ հունվարից մեզ միանան հավաքներին, միանան առաջին թիմին եւ այդ պրոգրեսը արդեն ավելի նկատելի կլինի, քանի որ հիմա երկրորդ թիմում են միայն մեկ-մեկ խաղերի միջոցով եմ տեսնում, այդքան շատ չի իմ շփումը, բայց աշխատում ենք Արարատ Արմենյան հիմա այս մրցաշրջանից սկսած էլ ավելի է ուշադրությունը կենտրոնացրել ակադեմիայի, որովհետև կարծում եմ ամեն դեպքում պետք է մենք ստեղծենք մեր
սերունդը եւ դրան գումարենք մեր որակյալ լեգիոնականներին, ովքեր որ միանում են մեզ։ Սերունդը շատ կարևոր է ու մենք այս ընտրական փուլերում տեսանք, թե մեր մյուս հավաքականները որքան անհաջող մասնակցեցին, ոչ պակաս վատ, քան ազգային հավաքականը։ Ինչ ես կարծում, ինչի է սա բերելու, իհարկե լավ բանի չի կարող բերել, որովհետև միայն հույսը դնել այս ներկայիս տղաների վրա չեն կարող, մեզ փոխարինողներ են պետք, եթե ուզում ենք երկարաժամկետ ծրագիր կազմել։ Ինչ անենք, ինչը փոխենք մանկապատանեկան ֆուտբոլում։ Բարդ բարդ, ամենաերկար ու դժվար թեման է։ Ես կարծում եմ, որ պետքա լինի միասնական որոշում։ Ես հասկանում եմ, որ բոլոր ակումբները իրենք շահերը ունեն, բայց ինչ որ X գաղափարի շուրջ պետքա միանան, այո, իրենց շահերին առանց վնասելու, երեխաների աճեցման ուղղությամբ, թե ինչպես պետքա զարգանան երեխաները, որոշակի նմանությամբ այդ գաղափարը, որպեսզի ապագայում այդ երեխաները իրար հետ խաղալուց այդքան շատ խնդիրներ չառաջանա իրենց մեջ, բայց ինքը դժվար է, ասենց ես կարճ պատասխանեմ, որովհետև շատ չեմ էլ ուսումնասիրել կոնկրետ խնդիրները որտեղ են, բայց ինքը շատ լուրջ հարց է եւ բոլորի համար։ Բայց նաեւ այդ խնդիրը պետք է գտնվի, վերհանվի, որ մտածենք լուծումների մասին, այլապես մենք էլի կունենանք հավաքական, որ ու դուրս կգայինք, թե որտեղ հայ կա, որտեղ մի քիչ յան ազգանունով մեկը կա, հրավիրենք հավաքական եւ էլի կարճաժամկետ ինչ որ լուծման առաջ կկանգնենք։ Խնդիրներից մեկը, որ ես կուզենայի ասեի, սակավաթիվ մարզիչների քանակն է, լավ, որակով մարզիչների մասն է, գուցե շատ կան մարզիչներ, բայց այդ 8-ին 7-ից սկսած մինչև 5-ից են սկսում, այդ տարիքում երեխաների զարգացումը պետքա չլինի հիմնված հենց հաղթանակի վրա, շատ մարզիչներ շեշտադրում են անում հաղթանակի վրա, օրինակ եմ բերում, որ 10 տարեկանում մի ֆուտբոլիստ ավելի փոքրամարմին է, պարտվում ամենապայքարները, չի կարող գոլ խփի, մի ֆուտբոլիստ, որ այդքան է լավ չի մտածում, իր ուղեղը այդքան է ֆուտբոլային չի, բայց հրելու միջոցով կարող է գնդակը տեղաշարժի եւ ուժի միջոցով գոլեր խփի, ինքը կարող ստանա շատ խաղաժամանակ, քան այն մյուսը, որպեսզի թիմը հաղթի։ Ու այդպես շարունակվի տարիներ։ Իսկ այն մյուս երեխանով լավ է մտածում եւ ուղղակի իր ուժը չի հերիքում, ինքը քիչ խաղաժամանակ է ստանում եւ հոգեբանորեն խնդիրներ կարող են առաջանալ, կոմպլեքսավորվի։ Այսպիսի խնդիրներ շատ կան, կամ նման տարիքում ես նկատել եմ մեր մարզիչները, ինչքանով որ նկատել եմ, ես շատ բան չեմ ուզում այտենց պրոֆեսորի տեղ ինձ դնեմ, իրանք ավելի մի օր էլ հրավիրեք մանկապատանեկան մարզիչների, հետաքրքիր կլինի իրանց էլ լսել, բայց մի օրինակ բերեմ, անընդհատ ասում են պաս տուր, բայց եթե ֆուտբոլիստը այդ տարիքում ինքը չսովորի խաբել, ինքը մեծ տարիքում չի սովորի խաբել։ Այսօրվա ֆուտբոլում խաբելը մեկը մեկի դեմ շրջանցելը շատ կարևոր է։ Եթե ամեն դեպքում ինքը ինչքան դժվարանում է, տարիքը մեծանում է, այդ խաբսերը քչանում են, իրանք sense տնեն սկսում են պաս տալ։ Բայց այդ ինդիվիդուալ անհատական որակները կարծում եմ մանավանդ հատկապես մանկապատանեկան տարիքում պետքա ազատություն լինի։ Հետաքրքիր է քո մտքերը ֆուտբոլի մասին, արդեն մարզչի տեսանկյունից ես վերլուծում, չի բացառվում, որ ապագայում շատ տարիներ հետո գուցե քեզ էլ վստահվի մի օր հավաքականը եւ հետաքրքիր է թե դու ոնց հասկացար, որ կարիերատ ավարտելուց հետո ուզում ես մարզիչ լինել, ինչը սիրեցիր ես աշխատանքում, որտեղ ոչ բոլորն են ցանկանում շարունակել։ Դե իմ ֆուտբոլը կարիերան ավարտելը միանշանակ չէր, դժվարությամբ այդ որոշումը ինձ տրվեց, բայց կարծում եմ լավ հաղթահարեցի շնորհիվ Վարդան Մինասյանի եւ իր մարզչական շտաբի օգնությամբ, նաեւ շնորհակալ եմ Արարատ Արմենիային այդ հնարավորությունը, որ ինձ տրվեց։ Ինձ հատկապես կառանձնացնեի երևի թե այդ էմոցիոնալ պահը, որ ես էմոցիաներով ապրող սնվող մարդ եմ եւ մարզչական աշխատանքում այդ կա, այդ դժվարությունները կա ավելի շատ, քան ֆուտբոլիստի կարգավիճակում, քանի որ ֆուտբոլիստի կարգավիճակում դու ունես քո խնդիրները, իսկ մարզչի կարգավիճակում ունես ամբողջ թիմի խնդիրները, ամբողջ ֆուտբոլիստների երկրպագուների հետ կապված ճնշումը, դե հիմա Հայաստանում դեռ դա այդքան շատ չի, բայց թիմի ղեկավարության հետ ընդհանուր ինքը լայնածավալ աշխատանք է
Ինձ հետաքրքիր է։ Ֆուտբոլը նորովի բացվեց, քեզ համար արդեն մարզչի աչքերով։ Այո։ Ես հետաքրքիր մի բան ասեմ, իմ խաղացած ժամանակ շատ մարզիչներից սենց նեղացվածություն ունեի, հիմա արդեն լրիվ հասկացել եմ իրանց եւ հա կապ է խոսացել եմ, ասել եմ, որ ես հիմա եմ հասկանում ձեր որոշումները, իսկապես այնպես որ տարբեր հայացքներ է ու հիմա էլ ես նույնիսկ կապ չունի փորձառու ֆուտբոլիստներ կան, խոսում են տարբեր է ֆուտբոլիստի միտքը եւ մարզչի։ Եվ դու այս ընթացքում ինչ ես սովորում, ինչ փոխվեց քո մեջ որպես մասնագետ։ Հիմնականում ֆուտբոլիստները իրանց ուղեղը սովոր է, ստանան առաջադրանք, այդ առաջադրանքը կատարեն, գնան տուն։ Մարզչի աշխատանքը պետքա մտածես, այդ ինչ առաջադրանք ես տալու, հետո հետևես այդ առաջադրանքը ինչպես է կատարվում, հետո մի հատ մտածես դրա արդյունավետությունը, այդ առաջադրանքը ճիշտ էր, ճիշտ չէր, ինչ է պետք փոխել, ինքը անընդհատ շատ երկար ժամանակ տանող աշխատանք է, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր եւ մարտավարությունը պետքա կարողանաս մշակել եւ իրենց պատրաստ լինելը քո մարտավարությանը համապատասխան ֆուտբոլիստներ ընտրես քո թիմում ունենալու համար այսպես շատ կետեր կան որ գնում են Հայաստանում ֆուտբոլ սիրող մասնագետներ կան, դու էլ նրանցից մեկն ես։ Ոնց որ երեխաներ կան, ի՞նչն է պատճառը, ի՞նչն է մեր հիմնական խնդիրը, որ չենք կարողանում խաղալ ֆուտբոլ։ Գուցե ֆուտբոլային ազգ չենք, եթե նման բան լինում է իհարկե առհասարակ, ի՞նչն է հիմնական քո կարծիքով այն խոչընդոտող կետը, որ չենք կարողանում անցնել։ Դժվար հարց է, բայց կարծում եմ, որ որպեսզի մենք մոտիկ լինենք այն հավաքականներին, ում որ ուզում ենք, մենք պետքա նայենք այս պահին, նայենք իրենք ինչպես են շարժվում, պարզա լրիվ ամբողջությամբ չենք կարող կրկնօրինակել, մենք ունենք մեր առավելություններն ու թերությունները, որը որ ուրիշ ազգերի մոտ ուրիշ ձև է, պետքա համապատասխանացնենք մեր ազգին, բայց կարծում եմ, որ փոքր տարիքից պետքա մենք լինենք մրցակցության մեջ, որ անընդհատ մենք հասկանանք ինչ հեռավորության վրա ենք եւ որտեղ ենք զիջում, թե ինչ ուղղությամբ պետքա աշխատենք։ Մեր մոտ ինչ որ չափով խնդիր է նաեւ, որ մեր պատանիները 15 տարեկանից նոր միջազգային 14-15 տարեկան միջազգային տարվա մեջ երևի 2 կամ 3 կամ 4 խաղ են ունենում, որը որ այս վերջերս է մի քիչ ավելացել, դրանից առաջ էլ ավելի քիչ էր։ Ցանկալի կլիներ, հասկանում եմ, որ մեր տարածաշրջանում դժվար է մեր դիրքը, ֆինանսների հետ է կապված, բայց մանկապատանեկան ֆուտբոլը շատ լավ կլինի, եթե բացի ֆեդերացիայից նաև լինի կառավարության ուշադրության կենտրոնում, կառավարությունը ֆինանսավորի, ինքը մեծ ծախսերի հետ է կապված եւ նաեւ կարող է ինչ կառավարի այդ ֆինանսները անպայման պետքա կառավարվի, թե ոնց է բաշխվում, ինչի համար է բաշխվում եւ այդ խաղերը մեզ ավելի շուտ սիգնալները կտեսնենք, թե մենք ուր ենք, ինչ ուղղությամբ ենք շարժվում, ոչ թե 15, 16, 17 արդեն խնդիրներով։ Այնտեղ ժամանակը արդեն քիչ է շտկումներ անելու։ Բայց մենք միշտ խոսում ենք այս խնդիրներից, կոնկրետ մենք արդեն քանի տարի այս սպորտային լրագրության մեջ ենք ու բարձրաձայնում են բազմաթիվ մասնագետներ, բայց ոչինչ կարծես ամեն դեպքում արդյունքները տեսանելի չեն լինում։ Այո, ես ամեն դեպքում կա երևի թե գլխավոր խնդիրը, որ մեր ֆուտբոլում չկա միասնականություն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ ֆուտբոլի համար ցավում են, չեն միանում իրար հետ, միասին որոշում ամեն մեկի լավ կողմը, լավ միտքը առաջ տանելու համար, դա խնդիր է, ամեն մեկը ուզում է ինքը լինի որոշողը եւ բոլորը ենթարկվեն։ Ամեն մեկը մտահոգվում է իր հետաքրքրության շրջանակներում, ակումբը իր սահմաններում, երևի ֆեդերացիան իր խնդիրները ունի լուծելու, բայց այսպես միասնական չկա ու երկուստեք իրար մեղադրում են կամ իրար հետ չեն համաձայնվում։ Դա ամեն դեպքում լավ տեղ չի տանի։ Ինչի էլ տարել արդեն։ Բարդացնում է միայն։ Արարատ Արմենիայից խոսեցինք, բայց այս առաջնությունում հաջող է հանդես գալիս թիմը, ինչ արդեն հիմա էլ մոտենում ենք, արդեն առաջին մասը ավարտվում է առաջնության, մի քիչ այսպես որ ամփոփենք աշտանային հատվածը ինչպես ստացվեց, ինչ ձեր արժև դրված նպատակները լուծեցիք։ Դեռ
չեմ ամփոփի, մենք 3 շատ կարևոր խաղ ունենք, մինչև հիմա կարող եմ ասել արդյունքները գոհացնող են, բնականաբար մենք էլ ավելի շատ կուզեինք, ունեցանք միավորների կորուստ, ոչ պարտադիր, կարելի ասել ետնապահ թիմերի դեմ, բայց դա էլ ֆուտբոլի հետաքրքրությունն է, որ բոլորն են պայքարում միավորների համար, ամեն դեպքում եթե կարողանանք առաջին հորիզոնականում վերջացնել առաջին մրցափուլը առաջնության, երևի թե կարելի է բավարար գնահատել, բայց մենք ամեն դեպքում սթափ ենք, ժամանակից առաջ չենք ուզում ընկնել, դեռ շատ գործ կանելու, շատ թերություններ ունենք, շտկումների կարիք ունի թիմը, թիմն էլ աշխատում այդ ուղղությամբ, տեսնենք։ Նոր մարզիչը ինչ է իր հետ վերել եւ Եվրագավաթային այդ պայքարը ինչ տվեց, որ տեսանկյունից ցույց տվեց ձեր թերությունները։ Եվրագավաթը դեմրցեցինք ուժեղ թիմերի դեմ, մեր թերությունները ցույց տվեց, մենք հիմա այդ թերությունները ինչ որ տեսանք, որոշները շտկեցինք, որոշները հնարավոր չէր շտկել, փորձենք շտկել հունվարին, բայց այդ որոշ թերությունները որ տեսանք առաջնությունում կարծում եմ օգնեց, որ մենք հիմա այնտեղ ենք որտեղ որ կանք։ Եթե այսպես ամփոփենք մեր զրույցը հայկական ֆուտբոլի 2025 թվականը ինչպես կգնահատես, թե հավաքականների մակարդակով, թե ակումբների։ Արդեն պետք է սպասենք մյուս մրցափուլին, ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել ազգերի լիգան, այս թիմով, այս մարշով։ Իսկ ակումբայինը շատ լավ է, որ Նոան կարողացավ գոնե հայտնվել կոնֆերենսների լիգայում, մենք սպասում էինք, որ կլիներ Եվրոպայի լիգա, հնարավորություն կար։ Շատ կուրախանանք, եթե ել ավելի շատ աչոկներ հավաքեն իրենք, փորձեն հաղթահարել նաև խմբային փուլը, դա նույնպես հաջողություն կլինի հայկական ֆուտբոլի համար։ Մենք Խարատ Արմենիան առաջին մրցափուլը շատ ուժեղ թիմի կարծում եմ հաղթահարեցինք, ռումինական Կլուժին։ Երկրորդ փուլում հանդիպեցինք շատ ուժեղ մրցակցի Սպարտա Պրագային, կարծում եմ վատ հանդես չեկանք, բայց միանշանակ պետք է ասեմ, որ այդ արտահայտությունը ուզում եմ հեռացնեմ, այն որ վատ հանդես չեկանք, լավ խաղացինք, բայց պարտվեցինք։ Մենք առաջադրանք ունեինք հաղթահարելու, որը որ չստացվեց։ Փյունիկի մոդելի ամեն դեպքում ակումբային ֆուտբոլը առաջընթաց ունեցել է։ Մի ոչ միայն այս տարին, այլ վերջին տարիներին առաջին փուլերը հիմնականում հաղթահարում են, միայն Ուրարտուն էր, որ լավ հանդես չեկավ հասկանալի պատճառներով։ Այնպես որ դրական ակումբային ֆուտբոլում ավելի դրական տեղաշարժ։ Իսկ եթե քո տարին ամփոփես ու քո առաջին նպատակները ես դնում, ինչպիսի մարզիչ ես ուզում դառնալով կաշխատի արտասահմանում, հավաքականը կգլխավորի, ինչն է քո գլխավոր շարժառիթը եւ մոտիվացիան այս սպորտում։ Ես ընդհանրապես իմ գլուխը խառն է։ Ինչո՞վ։ Հիմա միստր Տուլիպայի օգնականն եմ, իրեն օգնում եմ Արարատ Արմենիայում վարչական, բայց ինձ հետաքրքրում է եւ մարզչական աշխատանքը եւ նաեւ ուրիշ մտքեր ունեմ, շատ չեմ ուզենա դրա մասին հիմա Լավ բաներ ես ֆուտբոլի հետ է կապված ամեն դեպքում։ Հա, ֆուտբոլի հետ կապված պետք է նաեւ փորձեմ հիմա սպասում եմ հնարավորության դեպքում նաեւ կրթությունս քիչ համատեղել մարզչականի եւ մյուս ոլորտները ինչ որ ուզում եմ, դա մի քիչ ավելի ուշ ժամանակացից կտա։ Սպասենք մի խոսքով քեզ։ Մի անգամ կպատմես դրա մասին, որ արդեն իրագործված լինի նաև։ Դե քեզ մաղթում ենք հաջողություններ եւ քո թիմին եւ բոլոր ձեր սաներին, դե մեր հավաքականին մաղթում ենք ու մաղթում։ Մնում է արդյունքը տեսնենք։ Շնորհակալ։ Շնորհակալ ենք, որ եկար Գևորգ։ Այսօրվա մեր հյուրը Գևորգ Ղազարյանն էր։ Հետևեք Գևորգին ու մեզ մեր բոլոր սոցկայքերում, իսկ թողարկումները դիտեք YouTube-ում։